Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագծի շնորհանդեսը տեղի ունեցավ քիչ առաջ, որտեղ ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետը, ինչպես նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։ Անդրադարձան Թբիլիսիի օդանավակայանի առաջիկա տարիներին ձեռք բերվող ներուժին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով նախագծում կներդրվի 150 միլիոն ԱՄՆ դոլար։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացել է հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվածների դատավարությունը։ Մեղադրյալների թվում են այսպես կոչված կազմկոմիտեի անդամները Պատա Բուրջուլաձեն, Պատա Մանջգալաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն և Լաշա Բերիձեն։ Նրանք մեղադրվում են ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի, խմբակային բռնություն կազմակերպելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ։ Մի քանի նիստ բաց թողնելուց հետո այսօր դատավարությանը միացել է նաև Պատա Բուրջուլաձեն։ Նա հանդես է եկել խոսքով, մանրամասնորեն անդրադարձել դատախազության կողմից իրեն մեղադրվող բոլոր 3 հոդվածներին, ըստ նրա ներկայացվել է փաստար, որ մեղադրանքներից ոչ մեկը որևէ հիմք չունի։ Բացի այդ, Բուրջուլաձեն հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս հեռախոսով շփվել ընտանիքի անդամների հետ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահում և անօրինական եկամուտների օրինականացում Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Պաշտպանության նախկին նախարար Ջուանշիր Բուրջուլաձեի և նրա տեղակալ Գյորգի Խայնդրավայի, նույն նախարարության գնումների բաժնի նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրիի և Բուրջուլաձեի աներձակի Վասիլ Մխեիձեի դատավարությունը։ Հարցաքննվել է Պաշտպանության նախարարության 3 վկա։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 2000 թվականին ծնված նախկինում դատապարտված անձի։ Հետաքննչությամբ պարզվել է, որ մեղադրյալը ընթացիկ տարվա հունվարի 14-ին Բաթումիում հարձակվել է սուպերմարկետներից մեկի վրա։ Ցուցադրելով դանակ նա կողոպտել է դրա մարկղ օպերատորին և փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկանությունը կանխել է նրա փախուստը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են կողոպուտի միջոցով ձեռք բերված գումարը և դանակը։ Հանցագործությունը նախատեսում է 7 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության Քվեմոքարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Գարդաբանիում և Թեթրիցղարոյում տարբեր ժամանակներում ձերբակալել են 1982 և 1979 թվականներին ծնված անձանց։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալների անձնական բնակելի տների և օժանդակ շինությունների խուզարկության արդյունքում որպես ապացույց առևանգել են թմրանյութեր, այդ թվում մեթադոն, մարիխուանա և կանեփ բույս։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարները հանդիպել են ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, որ իրեն նպատակն է գտնել Արկտիկայում անվտանգություն ապահովելու միջոցը։ Դանիայի արտաքին գործերի նախարարը ասել է, որ հանդիպումը անկեղծ, բայց կառուցողական է եղել։ Ինչպես բացատրել է Ռասմուսենը, քննարկումը կենտրոնացված է եղել Գրենլանդիայի երկարաժամկետ անվտանգության վրա, որտեղ դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Իրանական պետական լրատվամիջոցները հղում անելով երկրի դատական համակարգին հաղորդում են, որ Էրֆան Սուլթանը մահապատժի չի ենթարկվել։ Նրանց խոսքով Սուլթանը, որ այժմ գտնվում է Քարաջի կենտրոնական բանտում, մեղադրվում է երկրի ներքին անվտանգության դեմ դավադրության և քարոզչական գործունեության մեջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի պլանավորում կախաղան հանել ցուցարարներին կապված կառավարության դեմ բողոքի ցույցերի հետ։ ԱՄՆ-ի պետքարտուղարը պարզաբանումներ է արել ԱՄՆ-ի վիզային քաղաքականության և վիզայի չեղարկման հարցի վերաբերյալ։ Մարկո Ռուբիոն պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր պատճառներով չեղարկվել է ավելի քան 67,000 վիզա։ Ռուբիոյի խոսքով վիզաների չեղարկման մի քանի կատեգորիա կա։ Առաջինը վիզաները նախատեսված են այցելուների համար և դրանք մերժվում են ամեն օր ամբողջ աշխարհում։ Մարկո Ռուբիոյի խոսքով
Պետդեպորտամենտը շարունակում է խիստ ստուգումներ անցկացնել ապահովելու համար, որ երկիր մուտք գործող անձիկ սպառնալիք չեն ներկայացնում երկրի կամ քաղաքացիների համար։ Կրոնական հարցերով պետական գործակալությունը Կույրերի միության և թիվ 102 հանրային դպրոցի ներկայացուցիչներին նվիրել է Բրայլի գրերով տպագրված Աստվածաշնչի 7-րդ և 8-րդ կրոնական գրքերը և միջկրոնական օրացույցները։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Կույրերի միության և Թբիլիսիի տեսողությունից զուրկ և տեսողության խնդիրներ ունեցողների թիվ 102-րդ հանրային դպրոցի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ և կրոնական գործերի պետական գործակալության աշխատակիցներ։ Համաշխարհային բանկը հրապարակել է նոր զեկույց «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2026» վերանվանմամբ։ Զեկույցի համաձայն Վրաստանի տնտեսությունը ընթացիկ տարում կաճի 5,5%-ով։ Այս ցուցանիշը 2025 թվականի հունիսի կանխատեսման համեմատ աճել է 0,5%-ով։ Համաշխարհային բանկը 2027 թվականին կանխատեսում է Վրաստանի համախառն ներքին արժույթի 5%-ի բարձրացում։ Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն 2026 թվականին Վրաստանը կգերազանցի տարածաշրջանի բոլոր երկրներին։